Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները խոստանում են Հայաստանի համար լինել ամենից կոնֆլիկտայինը գոնե առաջիկա ամիսների ընթացքում։ Ինչ ունենք այս պայդրությամբ, խորհրդարանական ընտրություններից անցել է գրեթե 2 ամիս, Ռուսաստանի ղեկավարը այդպես էլ չշնորհավորեց Հայաստանի ըստ էության վերընտրված ղեկավարին, ճիշտ է ստիպված եղավ խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, այն էլ հեռախոսով, ինչը նշանակում այս ամենը եւ ինչ կարելի է սպասել։ Հյուրընկալել ենք հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանին, բարև ձեզ, պարոն Քոչինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչինյան, Պուտինի հետ հեռախոսազրույցից ընդամենը օրեր անց Հայաստանի ղեկավարը հայտարարեց, թե հայկական երկաթուղին ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք այլևս չկա, եթե մենք փորձենք հասկանալ ինչ է նշանակում այս հայտարարությունը, ինչ կարող եք ասել, չէ՞ որ հայկական անվտանգության, տնտեսության համար կարևոր ենթակառուցվածքներում ռուսական ներկայությունը շատ կարևոր է Կրեմլի համար եւ հիմա Հայաստանը, Երևանը ասում է, գիտեք, մենք պատրաստվում ենք հետ վերցնել երկաթուղին։ Քաղաքական առումով ինչ է նշանակում Երևանի այս որոշումը։ Մինչև անդրադառնալը նրան, թե սա ինչ է նշանակում, մենք ձեր հետ պետք է մի հատ մեր անցած ուղին հասկանանք այս թեմայով, որովհետեւ այս թեման 3 չի առաջացել եւ 2 օր առաջ չի առաջացել։ Ինչա տեղի ունեցել երկաթգծերի կոնցեսիայի եւ սահմանների ապաշրջափակման ու որպես դրա հետևանք երկաթգծերը Թուրքիա եւ Ադրբեջան հետ միացնելու process-ների շրջանակում։ Հայաստանը սրանից դերևս ամիսներ առաջ առաջարկել էր, որպեսզի ռուսական երկաթուղիները եւ դրանց դուստր կազմակերպություն հանդիսացող Հարավկովկասյան երկաթուղիները ներդրումներ իրականացնեն եւ վերակառուցեն մեզ համար կարևոր բացակայող հատվածները, դա Երասխ-Սարդարակ, Գյումրի-Կարս եւ Իջևան, Ղազախ հատվածներն առնվազն դրանց հայաստանյան կողմը։ Բավականին տևական ժամանակ ըստ էության պատասխան չի եղել եւ մենք կարող ենք արձանագրել, որ հանգուցալուծումը եղել է բացասական պատասխանը։ Դրանից հետո հայկական կողմը արել առաջարկություն, որ եթե չեք ուզում անեք ներդրումներ եւ եթե չեք ուզում կառուցեք ինչ որ մեզ պետք է, ապա պատրաստ եղեք վաճառել դա այն կողմին, որը որ պատրաստ կլինի անել։ Օրինակ Ղազախներին, չգիտեմ։ Օրինակ, կան ծոցի երկրներ, կա կենտրոնասիական երկրներ, տարբերակներ կարող ենք քննարկել։ Դրան էլ է եղել բացասական պատասխան։ Այսինքն այս պայծությամբ Ռուսաստանի դիրքորոշումը ինչու՞մն է, որ իրանք պատրաստ չեն անել ներդրումներ, պատրաստ չեն անել ուրեմն շինարարություն եւ պատրաստ չեն հանձնել կոնցեսիան։ Իսկն լուծում չկա։ Տուպիկային իրավիճակ են իրենք ստեղծում։ Ռուսաստանը ինչու է տուպիկային իրավիճակ ստեղծում։ Շատ པարզ պատճառով, որովհետեւ այդ զարգացումները, որոնց մասին որ մենք խոսում ենք, չեն ելնում Ռուսաստանի Դաշնության շահերից։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, կոմունիկացիաների ապաշրջափակումը առաջին հերթին չի ելնում Ռուսաստանի շահերից, որովհետեւ դա նշանակում է ուրեմն բոլորովին նոր ճարտարապետություն Հարավային Կովկասում, որտեղ այլևս չկա փակ հայ-թուրքական սահման, ինչը իր հերթին Ռուսաստանի Հարավային Կովկասում ներկայության խարիսխներից մեկն էր, եւ դա նշանակում է Հայաստանի համար ուղիղ երկաթուղային կապ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպական միություն։ Իսկ Թուրքիան ես ուզում եմ հիշեցնել, որ մի բան էլ Եվրոպական միության մաքսային միության անդամ է։ Շատ լավ, բայց այստեղ հարց է առաջանում։ Ռուսաստանը ընտրում է այդ տարբերակը, հասկանալով, որ այլ տարբերակ չի թողնում Հայաստանին, որ Հայաստանի կառավարությունը պարզապես հետ կվերցնի երկաթուղին եւ Ռուսաստանը կորցնում է ամեն ինչ, սա է իրենց հաշվարկը։ Իրենց հաշվարկը այն է, որ այն տնտեսական սանկցիաները, այն կաշխատեն։ Առևտրատնտեսական պատերազմները, որ իրանք ձեռնարկել են Հայաստանի դեմ, կաշխատեն եւ Հայաստանը հետ քայլ կանի։ Այսինքն մենք հետեւաբար մենք այս հարցին կանդրադառնանք, առաջիկան պետք է սպասենք այս ուղղությամբ Ռուսաստանի նոր քայլերի, նոր պատժամիջոցների Հայաստանի դեմ, բանը կհասնի գազին։ Միանշանակ։ Ասում ձեզ ավելին, դեկտեմբերին ըստ էության մենք ուրեմն ստիպված ենք ներու վերաբանակցել գազի գինը, ժամկետն է։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ ռուսները գազի բարձր գին եք վճարել։ Դրա համար մեր տարածքային կառավարման նախարարը մեկնեց Իրան եւ բանակցում էր, որ իրանական գազի ծավալները ավելացվեն եւ այստեղ միջից մենակ Իրանի մասին չպետք է մենք ձեր հետ մտածենք, մենք ձեր հետ պետք է մտածենք նաեւ Թուրքմենստանի մասին, նաեւ Ադրբեջանի մասին։ Ուղիղ ես կարծում եմ տարբերակ չկա այս պատերությամբ, դա տեղի ունենալու Վրաստանի տարածքով, չեմ բացառում նաև swap-ի տարբերակը, որ մենք հոսանք մատակարենք գազ ստանանք,
Բայց այս բոլոր տարբերակները մենք պետք է շատ ակտիվ քննարկենք։ Դուք նկատի ունեք Ադրբեջանի այդ հոսանք մատակարարային Չէ, գազտանը։ նկատի ունեմ այսպես թե այնպես Ադրբեջանը իր ամբողջ գազը վաճառել է Եվրամիությանը։ Վրաստանով։ Այո։ Եվ օրինակ Եվրամիությունը, որ այն գազի մի քանակությունը, որը առնում է, դրա մի մասնաբաժինը կարող է տրամադրել Հայաստանին, Հայաստանը դրա դիմաց Վրաստանին, Թուրքիային օրինակի համար հոսանք վճարի։ Այսինքն այս տարբեր swap-երի մեխանիզմներ կարող ենք քննարկել։ Դուք Հիմա կներեք մի վարքյան, բայց Միքայել հետ դառնալով անկախ նրանից երկաթգծերի թեմայով մենք ինչ որոշում կկայացնենք, այնպես չի, որ Ռուսաստանի ուրեմն կայացած որոշումները փոխվելու են։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այս ամեն ինչը չի արվում երկաթգծերի համար։ Այս ամեն ինչը արվում է, ես այստեղ շատ համաձայն եմ վարչապետի այդ դիտարկման հետ։ Այնքան էլ դա հաճախ չի լինում, բայց այստեղ լրիվ համաձայն եմ, որ Ռուսաստանի համար անընդունելի է այն փաստը, որ Հայաստանը իր համար այլընտրանքներ է ստեղծում։ Կլինի դա տնտեսության մեջ, կլինի դա անվտանգության մեջ, կլինի դա քաղաքականության մեջ, կապ չունի, բայց այդ է խնդիրը, որ Հայաստանը իր համար այլընտրանքներ է ստեղծում։ Եվ քանի դեռ Հայաստանը այդ ճանապարհը շարունակում է, լինելու են այս հարվածները։ Շատ կարճ այս մասով դուք ըստ էության չեք բացառում, որ հնարավոր է Հայաստանը պայմանավորվածության գնա Բաքվի հետ եւ մենք այն գազը, որը ստանում ենք Ռուսաստանից, այլևս ստանանք Ադրբեջանից։ Ոչ ամբողջությամբ, Սարգիս։ Ստանանք Իրանից, ստանանք Թուրքմենստանից, բայց նաեւ Ադրբեջանից։ Եվ մենք տանը կարող է վառենք ադրբեջանական գազ։ Այո։ Իսկ անցնող ամիսների ընթացքում մարդիկ իրենց մեքենաներում վառում են ադրբեջանական բենզին, աշխարհը փուլ է եկել։ Ես այստեղ նաև կավելացնեի հեղուկ գազի տրամաբանության մեջ Իրաքը մեզ շատ մոտ պետություն է աշխարհագրորեն եւ Թուրքիայի տարածքով կամ Իրանի տարածքով բավականին ուրեմն հանգիստ մենք կարող ենք այդ ենթակառուցողները կոմունիկացիաները ապահովել հեղուկ գազի բարակամ, այսինքն երբ որ դա տեղափոխվում է տրանսպորտով։ Վերադառնանք Ռուսաստանի հետ հարաբերություններին, կարծես Հայաստանը մուտք է գործել մի փուլ, որի ավարտին, չգիտեմ, ընթացքում ակնհայտորեն Կրեմլը այլ ներկայացվածություն է ունենալու Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում, տնտեսության մեջ, խոշոր ենթակառուցվածքներում ընդունված է այսպես համարել, որ դուք տեղեկացված մարդ եք, ինչ եք կարծում, Երևանում ինչ են մտածում Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ այլևս ինչ հարաբերություններ են լինելու։ Շատ վիճելի դրույթ է, որ ես տեղեկացված մարդ եմ, ես այնքանով եմ տեղեկացված, ինչքանով որ միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն Հայաստանը մուտք է գործել մի այդպիսի փուլ։ Ես այդ ձևակերպման հետ այնքան էլ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն է մուտք գործել այդպիսի փուլ, որտեղ մինչև այս պահը անգամ Հայաստանի կողմից արվող բոլոր քայլերը ռեակտիվ են, պրոակտիվ չեն։ Այնպես չի, որ Հայաստանը որևէ թեմայով իրավիճակը սրման է տարել։ Հայաստանը բոլոր հարցերում ռեակցիա է իրականացրել։ Անվտանգության թեմայով, արտաքին զենքի արտաքին մատակարարների գնումների թեմայով, տնտեսական դիվերսիֆիկացիայի թեմայով մենք այնպես չի, օրինակ համար Եվրոպական միության հետ այդ ավտոնոմ առևտրային միջոցները ռուսները նստած մածուն էին ուտում, Եվրասիական տնտեսական միությունը նստած մածուն էր ուտում, մենք գնացինք եվրոպացիների հետ բանակցեցինք, այդ ավտոնոմ տնտեսական միջոցները ընդունեցինք։ Մեր դեմ ըստ էության առևտրատնտեսական պատերազմ էր բացազատվել, եւ Հայաստանը ստիպված գնաց դրանք ստորագրեց։ Հասկանում եք, ասել թե Հայաստանն է մուտք գործել այդ փուլ, Հայաստանին ներքաշել են այդ փուլ։ Իսկ ինչի են ներքաշել։ Սա այս առումով մենք ձեր հետ պետք է մի փոքր հետ գնանք։ Ներողություն եմ խնդրում, բայց սա կարևոր է, էլի։ 20 թվականի պատերազմից եւ հատկապես 21, 22, 23 թվականի իրադարձություններից հետո մի հատ շատ կարևոր բան փոխվեց։ Այն փաստարկը, որը որ տասնամյակներ շարունակ լոմի պես աշխատում էր Հայաստանում, այլևս չկա։ Դա անվտանգությունն է։ Այ որ կա Ռուսաստան, որը որ մեր անվտանգության երաշխավորն է, եւ դրա դիմաց մենք պատրաստ ենք զիջել, ներել, աչքներս փակել, տեղավորվել, ամեն ինչի մեջ։ Այ ինչ աներ Ռուսաստանը։ Մենք օքեյ ենք։ Մենք օքեյ ենք։ Հիմա դա քանդվեց, հետևից քանդելով մյուս հարցերը այսպես։ Գեցեք, այս է փոխվի, հասկանում եք, որ այլևս չկա այն ողնաշարը, որի վրա կառուցված էր այդ վասալային հարաբերությունների տրամաբանությունը, որ իրանք ինչ ուզեն անեն, մենք դրա մեջ պետք է տեղավորվենք։ Հիմա մենք ռուսները միասին մի գործընթացի մեջ են, ոնց որ դուք եք ասում, այդ վասալային հարաբերությունները ավարտվում են։ Հետևաբար Երևանում ինչ հարաբերություններ են պատկերացնում հետ վասալային հարաբերությունները Կրեմլի հետ ինչպես են լինելու։ Ես հույսով եմ, ասենց ասեմ, որ Երևանում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը ամեն դեպքում մեծ պետություն է, աշխարհագրորեն մեզ շատ մոտ պետություն է։
Եվ ամեն գնով պետքա փորձել Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալին հնարավորինս մոտ պահել։ Հիմա դա ինչքանով է հնարավոր, ինչքանով հնարավոր չի, առաջիկա ամիսները ցույց կտան։ Դա մեկ։ Երկրորդը, բայց անվիճելի է, որ այդ հարաբերությունները պետքա վերաարժևորվեն, պետքա վերակառուցվեն։ Դրանք վերաարժևորվում են։ Եվ պետքա վերակառուցվեն, դա էլ է անվիճելի։ Եթե դուք ինձ հարցնեք հետ սովետական պետություններից, որ պետությունն է, որ ես կարծեմ հաջողել է իր հարաբերությունների այս համալիրի մեջ Ռուսաստանի հետ, ես կասեմ Ուզբեկստանը։ Շատ հետաքրքիր հարաբերություններ կան։ Ռուսաստանը միարժեքորեն ընդունում են, որ Ուզբեկստանը անկախ պետություն է, ինքնիշխան պետություն է, որևէ ինչ-որ տենց ոտնձգությունները թեմայով չեն անում, բայց միևնույն ժամանակ կոնֆլիկտային չեն այդ հարաբերությունները։ Ուզբեկստանը այսպես ոչ բլոկային դասական արտաքին քաղաքականություն վարող պետություն է։ Ինձ համար ինձ ընդ որում ինքն էլ մեր նման սահմանակից չի Ռուսաստանին, տարբերություն շատ այլ պետությունների, հա, Ուկրաինա, Բելարուս, Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան, տարբերությունից բոլորին մերպես եւ ինչպես որ մենք այնպես էլ իրենք սահմանակից չեն։ Ես կարծում եմ այստեղ բավական հետաքրքիր օրինակ ունենք մեր աչքի առաջ։ Դուք ձեր խոսքում ասեցիք, որ պետք է սպասել Ռուսաստանը նոր քայլեր իրականացնի, փորձելով ճնշել Հայաստանին, չբացառեցիք, հավանական համարեցիք, որ գազի գինը կբարձրացնի, էլ ինչ կարելի է սպասել տնտեսական դաշտից դուրս այլ ճնշամիջոցներ հնարավոր է Կրեմլը փորձի այսպես բանեցնել Հայաստանի նկատմամբ, չգիտեմ, քաղաքական ճնշում ասենք, կամ որևէ այլ տեսակի ճնշումներ եւ Հայաստանը ինչ պետք է անի այս ուղղությամբ։ Տեսեք, բնական է ինձ թվում է, որ առաջնային զինանոցը, որի մասին մենք ձեր հետ պետք է խոսենք, դա տնտեսական զինանոցն է, ներկրում արտահանում թեմատիկան եւ էներգետիկան։ Սա այն հիմնական ուրեմն ռեսուրսներն են, որ իրանք ունեն։ Բայց եթե մենք ձեր հետ խոսում ենք ինչ-որ էքստրեմալ սցենարներից, խելագար սցենարներից, դա քաղաքական սպանություններն են։ Ներքաղաքական լարվածություն փորձի Ես ուղիղ եմ ասում քաղաքական սպանությունները, որտեղ մենք մի հանրապետություն ենք, որտեղ եղել են քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27-ը նկատի ունեք, այո։ Եվ շատ մարդկանց, այդ թվում նաև իմ անձնական կարծիքով Ռուսաստանը այդ գործընթացներում ունեցել է ամենաուղիղ ներգրավվածությունը։ Այնպես որ եթե դա եղել է նախկինում, դա կարա կլինի դրա փորձը նորից։ Ես այդ տարբերակը չեմ բացառում։ Երկրորդ այո, ներքաղաքական լարվածությունն է, Ռուսաստանը ըստ էության ունի ուղիղ ներկայացվածություն առաջիկա խորհրդարանում։ Գիտեք, այնպեսի տպավորություն է, որ Հայաստանի խորհրդարանում կա երկու ֆրակցիա՝ Հայաստանի ֆրակցիա եւ կա Ռուսաստանի ֆրակցիա։ Այս ամեն ինչին զուգահեռ կան մի քանի սեղանին դրված հարցեր, որոնց վրա Ռուսաստանը նույնպես ունի բավական լուրջ ազդեցություն, դա սահմանադրության հարցն է, որը այս կոնֆիգուրացիայով խորհրդարանի չկա տարբերակ, որ կարա անցնի դեպի ռեֆերենդում գնա, որտեղ չկա 2/3 եւ 1/3-ի վրա Ռուսաստանն իր թաթու ունի դրած։ Դա ուրեմն եկեղեցու բարձրաստիճան 7 պաշտոնյաների հարցն է։ Իմ հաշվարկներով 7 հոգու մասին է գնում խոսքը, որոնց վրա իմ կարծիքով Ռուսաստանը ունի մեծագույն ազդեցություն եւ որոնց գործիքայնացնելով եկեղեցին է գործիքայնացվելու եւ գործիքայնացվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ մի շարք քրիտիկական նշանակության ենթակառուցվածքներ, ատոմակայան, հեծ, թեպետ հեծի հարցը ինչ ոչափով կարող ենք արդեն լուծված համարել, երկաթգծեր եւ այլն։ Այս ամեն ինչին զուգահեռ կա նաեւ եւս մեկ շերտ, դա սահմանապահներն են եւ դա ուրեմն ռազմաբազան է Գյումրիում։ Ընդ որում իմ կարծիքով սահմանապահները շատ ավելի մեծ խնդիր են, որովհետև սահմանապահները ցրված են, այսպես բաշխված են ամբողջ Հայաստանով, իսկ ռազմաբազան գոնե մի կետ է Հայաստանում, որը տեսականորեն ավելի վերահսկելի է հնարավոր պահել, քան այդ ամբողջ ուրեմն Հայաստանով բաշխված սահմանապահները։ Ռուսաստանի հետ նման ընթացք ստացող հարաբերություններ արդյոք ցուցիչ են, որ իրականում Հայաստանը արևմուտքի հետ ունի շատ այլ կարգի պայմանավորվածություններ, որոնց մասին տակավին դեռ հայտնի չէ կամ մի մասին վերաբերյալ այսպես տեղեկություններ չունենք եւ առաջիկա մեզ այսպես նորություններ են սպասում Հայաստան եվրոպական երկրներ, Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններ։ Դուք օպտիմիստ եք, Սարգիս։ Ձեր ասածը շատ լավ տարբերակ է իրականում, եթե այդպեսի սցենար, եթե այդպեսի դուք որպես միջին տեղեկացված Հայաստանի քաղաքացի ինչ կարող եք ասել։ Ես կարող եմ ասել, դա շատ օպտիմիստական ուրեմն սցենար է։ Հուսով եմ, որ դա իրական սցենար է, բայց դա շատ օպտիմիստական սցենար է։ Որովհետև այս ստրուկտուրալ փոփոխությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին կարծես դրա մասին են վկայում։
Ստրուկտուրալ փոփոխություններ Ռուսաստանի եւ երկրորդ պետության միջև եղել են նախկինում եւս, եւ դրանք բոլորը չէ, որ եղել են արևմուտքի աջակցությամբ։ Օրինակ Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի միջև վերջերս դեպքում դրանք եղել են արևմուտքի աջակցությամբ։ Բայց օրինակ Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի պարագայում դրանք չեն եղել արևմուտքի աջակցությամբ։ Եվ գիտեք, հիմա sense հետահայաց երբ որ նայում ես, նույնիսկ ինչ-որ չափով վիճելի հարց է, թե որ պարագաներ ավելի հաջողված փոփոխությունների ստրուկտուրա։ Ուկրաինայի, որը պատերազմի մեջ է, Մոլդովան, հա, բացառություն այն առումով, որ ոչ պատերազմ, ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի այնտեղ պատերազմ չեղավ, թեպետ իհարկե կա այդ մերձ Դնեստրի հարցը, կա ռուսական օկուպացված ըստ էության Մոլդովայի տարածքում, բայց այն արունահեղությունը, այն բռնությունը, որը եղավ Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում, այո, այնտեղ չեղավ։ Իհարկե կներեք մի բան էլ, Հայաստանը անվիճելիորեն ունի մի հատ շատ մեծ առավելություն է բոլոր պետությունների նկատմամբ, ոչ միայն սահման չունի, այլ նաև չունի ազգային փոքրամասնություն կամ ինչ-որ կրոնական փոքրամասնություն կամ ինչ-որ այսպես մարգինալիզացված հատված հասարակության, որը հնարավոր լինի օգտագործել կենտրոնախույս ուժ որպես ձևավորել։ Օրինակ Վրաստանում կան բազմաթիվ էթնիկ խմբեր, Ուկրաինայում կան էթնիկ խմբեր, կան ռուսներ, ռուսախոսներ։ Հայաստանում էլ կան էթնիկ խմբեր։ Հա, բայց նախ մենք չենք խոսում որևէ պարագայում կենտրոնացված, այսպես ռեգիոնալ բանի մասին, որ օրինակ այս ինչ մարզը դոմինանտ կերպով ռուսալեզու է կամ ռուսաբնակ է կամ որևէ նմանատիպ բան։ Ինչը կա Վրաստանի պարագայում, կա Մոլդովայի պարագայում, կա Ուկրաինայի պարագայում։ Եվ կա Ղազախստանի։ Եվ կա Ղազախստանի պարագայում։ Պարոն Քոչինյան, դուք ասացիք, որ ձեր կարծիքով շատերն են այդ մտքին սահմանադրական հանրաքվեն հնարավոր չէ, որովհետև խորհրդարանի 1/3-ը վստահաբար դեմք քվեարկի։ Հիմա Ադրբեջանը նորից սկսել է բարձրացնել այս հարցը, ասում է, գիտեք, իրականում ինչով այդ փոփոխությունը սահմանադրական չլինի, մենք խաղաղության փաստաթուղթը չենք ստորագրի, դեպ ընտրություններից առաջ Բաքվում չէին խոսում այս մասին, հիմա նորից սկսել են խոսել։ Հետևաբար հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչ ընթացք կունենան առաջիկայում։ Նախ Ադրբեջանը միշտ է սա ասել, սա այնպես չի որ նորություն է։ Դե ավելի ակտիվ է սկսել ասել միշտ ասել, երբևիցե իրանց դիրքորոշումը թեմայով չի փոխվել։ Ես կարծում եմ կարևոր է էլի իրադարձություններն ու դեպքերը շարունակականությունը ճիշտ տեսնել։ Ադրբեջանի դիրքորոշումը այս թեմայով չի փոխվել։ Դա շարունակական եղել է նույն դիրքորոշումը, որ առանց համαδական փոփոխությունների իրանք պատրաստ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Վաշինգտոնից սկսած իրանց դիրքորոշումը առնվազն դա է եղել։ Ես նույնիսկ ասի Աբու Դաբիից սկսած։ Այդ հիմա ինչ վերաբերվում է բա հիմա ինչ ըստ էության մի որոշում, որը որ տեղի ունեցել առնվազն 2 տարի առաջ, որը որ բաժանել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը իրար զուգահեռ թրեքերի, իրար զուգահեռ գործընթացների, հիմա մեր փրկողակն է։ Ոչ միայն մեր Հայաստանի նկատի ունեմ, այլ նաև այս խաղաղության գործընթացի, հա, փրկողակն է։ Ինչ նկատի ունեմ։ Կա սահմանազատման սահմանագծման գործընթաց, կա կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթաց, կա տնտեսական կապերի վերականգնման գործընթաց, կա քաղաքացիական հասարակությունների միջև կապի գործընթաց եւ կա խաղաղության պայմանագրի գործընթաց։ Հիմա այս 5 process-ներից մեկը, այո, այս բանին կանգնած է, պաուզա է ըստեյության եղած, որովհետև հասկանալի չի առնվազն այս կոնյունկտուրայում, թե որն է դրա լուծումը, բայց այն մյուս 4 գործընթացները պարտավոր են գնալ առաջ։ Եվ ես երբևիցե չեմ լսել Ադրբեջանից հայտարարություն, որ այս 4-ը կանգնելու են, որտեղ այստեղ կա այս խնդիրը։ Նորից եղել է պայմանավորվածություն անում, որ այս 4-ը իրարից անկախ են գնում, այսինքն տեսականորեն, երբ որ թրիփը սկսի կառուցվել, մենք կարանք տեսնենք սահմանների ապաշրջափակում առանց խաղաղության պայմանագրի։ Սա շատ կարևոր գիտական հարաբերությունների հաստատում առանց խաղաղության պայմանագրի։ Այո, այսինքն սրանք շատ կարևոր արձանագրում որ մենք ձեր պետք անենք, որ սրանք իրար զուգահեռ ընթացող գործընթացներ են։ Մի բան էլ այստեղ որ ուզում եի ասել, դա երբ որ մենք խոսում ենք եվրոպական մեր ինտեգրացիայի մասին, դուք նշեցիք արևմուտքի դերակատարության մասին, այդ ամեն ինչը ախր որ պարագայում է հնարավոր Սարգիս։ Երբ որ կա բաց հայ-թուրքական սահման, ի վերջո այդ արևմուտքը ինչ որ կերպ պետքա գա հասնի Հայաստան եւ մենք էլ պետքա գնանք հասնենք արևմուտք։ Ես խոսք նկատի ունեմ մի ինքնաթիռի մասին, ես նկատի ունեմ այդ վագոնների մասին, ես նկատի ունեմ բեռնափոխադրման հնարավորությունը, լոգիստիկ հնարավորությունների մասին։ Իսկ դա մեզ դա դուր գա թե դուր չգա, աշխարհագրորեն մեզ համար Թուրքիան է։ Հայաստանի կառավարությունը օրերս այսպես մրցույթ հայտարարեց, այդ դեպի Թուրքիա տանող, հա, երկաթգծի այդ հատվածը
վերանորոգելու վերաբերյալ, այսինքն այդ գործընթացը սկսվել է, այսպես ձևակերպենք, խոսքը Գյումրի, Ախուրիկ, Կարս, հա, այդ հատվածի մասին է, մենք տեսնում ենք, որ դանդաղ, բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դանդաղ նորից եմ ասում, ինչ որ տեղաշարժ կա, այնուամենայնիվ ոնց հասկանում ենք, մենք գնում ենք դեպի սահմանի բացմանը եւ դա շատ ավելի ռեալ է, քան ռեալ չէ։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, ես կասեի նորից, որ ինչպես որ հայ-ադրբեջանականի պարագայում, այնպես էլ էստեղ, որտեղ հայ-թուրքականը ամեն ինչում երկրորդում է, մինչև էս պահարն ու ասեն հայ-ադրբեջանականին, ուրեմն այդ օղակը քանդելու թույլ ուրեմն բաղադրիչը կամ այն կետը, որից ամեն ինչ սկսելու է աշխատել, դա թրիփն է։ Այ որ օրը առաջին տեխնիկան սկսի աշխատել թրիփ ենթակառուցվածքային նախագծի վրա, Մեղրիում, կլինի օրը, երբ որ մենք սկսենք տեսնել էական փոփոխություններ թե հայ-ադրբեջանական սահմանում, թե հայ-թուրքական սահմանում։ Թերևս վերջին հարցը ներքաղաքական իրավիճակին Հայաստանի բավականին հպանցիկ անդրադարձակ, ասեցիք ձեր ընկալմամբ կա այսպես ռուսամետ ուժեր եւ Ես ասացի ռուսամետ, ես ասացի կա ռուսական ուժեր։ Այո, ռուսական ուժեր Հայաստանի խորհրդարանում եւ հայկական ուժեր Որտեղ ռուսամետը նշանակում է, որ այդ ուժերը ունեն ընտրելու հնարավորություն եւ իրանք ընտրել են լինել ռուսամետ։ Այո, ձեր Իրանք կարծիքով սուբյեկտ են եւ իրանք որոշել են ռուսամետ լինել։ Իսկ ռուսական ուժերը նշանակում է, որ իրանք սուբյեկտ չեն, իրանք օբյեկտ են, որի դերը լինելն է ռուսական պրոքսին Հայաստանում։ Մեզ առաջիկա տարիներին սպասվում է մոտավորապես նույն պատկերը, ինչ նախորդ 5 տարիների, այսինքն Դավաճան կամ 5-րդ Շարասյան Ես կարծում եմ ներկայացուցիչ։ նույնիսկ ավելի վատ, որովհետեւ գիտեք, օրինակ նախորդ 5 տարիների ընթացքում գոնե ինչ որ դպրոց անցած չեկիստների հետ գործ ունեինք։ Նենց մի քիչ խոշոր տրամաչափի չեկիստների հետ գործ ունենք։ Հիմա ընդհանրապես տենց մանր չեկիստների հետ գործ ունենք, այնպես որ պատրաստ եղեք ավելի անմակարդակ կադրերի ազգային ժողովից։ Պարոն Քոչինյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։